Professor Porzeron, Porzeron professor, Nora sottori այսօր, Porzeron professor, Բարև ձեզ սիրելի փոքրիկներ, ես պրոֆեսոր Փորձերոնն եմ, գիտնական, որ աշխարհն ուսումնասիրում է ամենաանսովոր անկյուններից։ Գիտեք, ես միշտ ասում եմ, որ գիտությունը մի մեծ կախարդական գիրք է, եթե բացես դրա էջերը, կգտնես թե տիեզերքի գաղտնիքները, թե ծովի խորքերի հրաշքները և թե մոլեկուլների անտեսանելի պարերը։ Ես այստեղ եմ, որ միասին հարցեր տանք ու պատասխաններ գտնենք։ Հիշեք, ոչ մի հարց փոքր կամ անիմաստ չէ։ Հարց տալ նշանակում է մտածել, իսկ արդեն մտածելը մեկ քայլ է դեպի գիտություն։ Դե ինչ իմ հետաքրքրասեր ընկերներ, հարմար տեղավորվեք, մոտակա ժամանակահատվածում ստանալու եք բազմաթիվ նոր տեղեկություններ։ Ես արդեն չեմ դիմանում եւ ուզում եմ կարդալ ձեր հարցերը։ Գիտության ճանապարհը սպասում է մեզ, ու ես խոստանում եմ այն դարձնել խաղի պես հետաքրքիր։ Պրոֆեսոր Porzeron. Առաջին հարցը մեզ գրել է 11-ամյա Վլադիմիրը։ Նա հետաքրքրված է հետևյալ հարցով. Սիրելի պրոֆեսոր, ինչու է Սարի գագաթին ավելի ցուրտ, քան Սարի ստորոտում, չէ՞ որ Սարի գագաթն ավելի մոտ է արևին։ Հետաքրքիր հարց է Վլադիմիր, եւ շատ կարեւոր։ Այո, ամեն ինչ հուշում է, որ որքան մոտ ես արևին, այնքան ավելի տաք պետք է լինի։ Բայց դա այդպես չէ։ Ինչու՞։ Հիմա կպարզենք։ Մեր մոլորակը մի մեծ, այսպես ասած, վերմակ ունի, մթնոլորտը։ Այն բաղկացած է ազոտից, թթվածնից և տարատեսակ այլ գազերից, ջրային գոլորշուց։ Արևի ճառագայթները նախ անցնում են այդ օդի շերտի միջով, հասնում են երկրի մակերևույթին, հողին, ջրին ու քարերին։ Երկիրը տաքանում է ու իր հերթին տաքացնում է օդը։ Այսինքն, եթե կարճ ասեմ, մենք հիմնականում ջերմություն ստանում ենք երկրից։ Երբ սար ես բարձրանում, օդը հետզհետե նոսրանում է։ Նոսր օդը չի պահում այդ տաքությունը։ Ահա թե ինչու է բարձրադիր վայրերում ավելի ցուրտ։ Յուրաքանչյուր 1000 մետր բարձրանալիս ջերմաստիճանն իջնում է միջինում մոտ 6-ից 7 աստիճանով։ Հետաքրքիր փաստեր քեզ համար։ Դու երևի լսել ես Էվերեստ լեռան մասին։ Դա աշխարհի ամենաբարձր լեռն է, մոտ 8848 մետր։ Գագաթին անգամ ամռանը -20 աստիճան Ցելսիուս է, իսկ ձմռանը -60 աստիճան Ցելսիուս։ Կա նաև հակառակ օրինակը։ Ամերիկայում գտնվող միջլեռնային ամենախորը իջվածքում Մահվան հովտում երբեմն գրանցվում է աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը, մոտ +56 աստիճան Ցելսիուս։ Երբ ինքնաթիռը 10-11 կիլոմետր բարձրության վրա է թռչում, դրա պատուհանը բացվելու դեպքում, ինչը իհարկե հնարավոր չէ, ներսում նստած մարդիկ անմիջապես կսառեին, քանի որ օդի ջերմաստիճանն այդպիսի բարձրության վրա մոտ -50 աստիճան Ցելսիուս է, պատկերացնում եք։ Այսպիսով Վլադիմիր, որքան էլ Սարի գագաթը մոտ է արևին, օդն այնտեղ տաք չէ։ Իսկ մեր տաքության հիմնական աղբյուրը հենց երկրի մակերևույթն է, ոչ թե ուղղակի արևի շողերը։ Հիմա պարզ է թե ինչու է այդպես։ Շատ լավ է։ Ուրեմն անցնենք հաջորդ հարցին։ Professor Porzeron. Հաջորդ նամակը մեզ ուղարկել է Ժասմեն Այվազյանը։ Ինձ կասեք, թե ձեր կարծիքով կա արդյոք կյանք այլ մոլորակների վրա։ Հոյակապ հարց է տվել Ժասմեն։ Եկ տեսնենք միասին, թե կա արդյոք կյանք այլ մոլորակների վրա։ Ըստ գիտնականների ուսումնասիրությունների, մեր արեգակնային համակարգում կյանք կա միայն երկրի վրա։ Այստեղ կա ջուր, օդ, արևի լույս, եւ հենց դա էլ մեզ դարձնում է կենդանի մոլորակ։ Բայց գիտնականները չեն դադարեցնում փնտրտուքները, որովհետեւ տիեզերքը անսահման մեծ է։ Օրինակ գիտնականները հայտնաբերել են, որ Մարս մոլորակի վրա անցյալում ջուր է հոսել, գետերի պես, իսկ ջուրը կյանքի գլխավոր աղբյուրն է, դա մենք գիտենք, չէ՞։ Դրա համար էլ հիմա հատուկ ռոբոտներ են շրջում Մարսի վրա, փնտրելով կյանքի հետքեր։ Բացի դրանից կան էկզոմոլորակներ։ Դրանք այն մոլորակներն են երեխաներ, որոնք գտնվում են արեգակնային համակարգից դուրս եւ պտտվում են ուրիշ աստղերի շուրջը։ Մինչ այժմ հայտնաբերվել է ավելի քան 5000 էկզոմոլորակ։ Որոշները նման են երկրին, ունեն ջերմության աղբյուր ու գուցե նաև ջուր։ Հետաքրքիր փաստ, գիտնականները անգամ լսում են տիեզերքից եկող անսովոր ազդանշաններ։ Չնայած դեռ ոչ ոք չի ասել. Բարև երկիր, ինչպես է այդտեղ պրոֆեսոր Փորձերոնը։ Երեխաներ, այո, բայց գիտնականները չեն էլ բացառում, որ ինչ որտեղ նույնիսկ խելացի էակներ կարող են ապրել։ Եվ պատկերացրու, եթե մենք իսկապես կյանք հայտնաբերենք ուրիշ մոլորակի վրա, դա կլինի մարդկության պատմության ամենամեծ բացահայտումներից մեկը։ Հրաշալի է։ Ուրեմն պատասխանս այսպեսին է։
Այս պահին մենք դեռ չունենք ապացույց, որ այլ մոլորակների վրա կյանք կա, բայց հավանականություն կա, քանի որ տիեզերքը անսահման է։ Գիտնականները ամեն օր նորանոր հետքեր են փնտրում։ Իսկ ինչպես են գիտնականները կատարում իրենց հետազոտությունները կհարցնեք դուք։ Հիմա մի քանի օրինակով փորձեմ բացատրել։ Տիեզերական հեռադիտակներ։ Գիտնականները հսկայական հեռադիտակներով նայում են դեպի տիեզերք ու փորձում տեսնել մոլորակների մթնոլորտը։ Եթե մթնոլորտում գտնեն թթվածին, ջուր կամ մեթան գազ, դա կարող է նշանակել, որ այնտեղ կյանք կա։ Օրինակ, Ջեյմս Վեբ տիեզերական հեռադիտակը հիմա ուսումնասիրում է էկզոմոլորակների օդը։ Գիտնականները փնտրում են մոլորակներ, որտեղ ջերմաստիճանը չափից շատ տաք կամ սառը չէ։ Նման տարածքը կոչվում է կյանքի գոտի։ Այդպիսի մոլորակներում ջուրը կարող է մնալ հեղուկ վիճակում, իսկ առանց ջրի կյանքը պարզապես անհնար է։ Տիեզերքից ազդանշանների ընդունում։ Ամերիկայում եւ աշխարհի այլ տարբեր երկրներում հսկայական ռադիոհեռադիտակներ կան։ Դրանք ֆիքսում են տիեզերքի խուլ ձայները։ Եթե մի օր ընկալեն կրկնվող կամ այսպես ասած խելացի կամ միտք պարունակող ազդանշան, դա կարող է նշանակել, որ ինչ-որ քաղաքակրթություն փորձում է կապ հաստատել մեզ հետ։ Երեխաներ, շատ կզարմանաք, եթե ասեմ ձեզ, որ տիեզերքը հասկանալու համար գիտնականները շատ պատասխաններ ստանում են ուսումնասիրելով հենց երկիր մոլորակը։ Դա կոչվում է երկրի ծայրահեղ պայմանների ուսումնասիրություն։ Գիտնականները ուսումնասիրում են մեր մոլորակի այն վայրերը, որտեղ թվում է կյանքը չպետք է լինի, օրինակ տաքացած հրաբուխների ներսում, Անտարկտիդայի սառույցների տակ կամ ասենք շատ թթվային գոտիներում։ Բայց այնտեղ էլ մանրեներ են ապրում։ Այո, սա ցույց է տալիս, որ եթե կյանքը կարող է գոյություն ունենալ այստեղ, գուցե կարող է լինել նաև ուրիշ մոլորակներում։ Այս ամենը նշանակում է մի բան, որ մենք դեռ միայն որոնման փուլում ենք, բայց ամեն նոր փորձ մեզ մի քայլ ավելի է մոտեցնում մեծ գաղտնիքի բացահայտմանը։ Միայնակ ենք արդյոք տիեզերքում, թե ոչ։ Պրոֆեսոր Փոցերո Այլ մոլորակի մասին հարցերին պատասխանեցինք, տեսնենք, թե ինչ հարց են ինձ ուղարկել այս մոլորակից։ Եվ այսպես, 10 տարեկան Եդիգարյան Էլմիրան հարցնում է. ինչով են տարբերվում հայկական եւ այլ ազգերի պարերը։ Հիանալի հարց փոքրիկս։ Պարերը ոչ միայն գեղեցիկ շարժումներ են երեխաներ, այլև արտահայտում են ամբողջ ժողովրդի հոգին, պատմությունը ու բնավորությունը։ Հայերը հազարամյակներ շարունակ ապրել են լեռնային շրջաններում, ու մեր պարերի շարժումները հաճախ հիշեցնում են լեռների ուժը։ Օրինակ, տղամարդկանց պարային կեցվածքը շատ հպարտ ու հստակ է, պարելիս կարծես լեռան պես խրոխտ լինեն։ Կան շարժումներ, որոնք նման են արծվի թռիչքի, սա էլ հայկական պարի յուրահատկություններից մեկն է երեխաներ։ Միասնականություն, շատ հայկական պարեր պարում են ձեռք-ձեռքի բռնած, շրջան կանգնած։ Սա խորհրդանշում է ժողովրդի միասնություն եւ հավասարություն։ Այլ ժողովուրդներ ունեն զուգապարեր, օրինակ իսպանական ֆլամենկո կամ եվրոպական վալս։ Բայց հայերի մոտ գլխավորն է խմբային, միասնական շարժումը։ Տեմպի եւ ռիթմի յուրահատկությունը։ Հայկական երաժշտությունն ունի իրեն հատուկ ռիթմեր։ Դուդուկի, դհոլի կամ զուռնայի ձայնը անմիջապես տարբերում է։ Օրինակ քոչարին կամ շորորը հերոսական պարեր են։ Իսկ աղջիկների պարերը մեղմ ու նրբագեղ։ Որոշ ազգերի պարերն ուղեկցվում են ոտքերի շատ արագ շարժումներով կամ շատ թեթև թռիչքներով, բայց հայկական պարը միշտ պահպանում է հպարտ քայլքի ու ծանրության զգացողությունը։ Պատմական խորություն։ Հայկական պարերում հստակ երևում են տղամարդու եւ կնոջ կերպարները։ Տղամարդը ուժեղ, պաշտպանող, հերոսական, կինը նուրբ, համեստ եւ կանաչ։ Այլ ազգերի պարերում միշտ չէ, որ այս տարբերությունը այդքան ընդգծված է։ Կարճ ասած, հայկական պարերը տարբերվում են ուրիշ ազգերի պարերից նրանով, որ դրանք արտահայտում են հպարտություն, ուժ, միասնականություն ու պատմական խոր կապ բնության հետ։ Դրա համար էլ երբ տեսնում ես հայկական պարը, անմիջապես զգում ես, սա լեռների ու արևի ժողովրդի պարն է։ Այս ամենը լավ հասկանալու համար հիմա ձեզ պատմեմ հայկական ամենատարածված եւ սիրված պարերից մեկի քոչարի պատմությունը։ Քոչարի բառը գալիս է քոչ արմատից, որը նշանակում է քայլել, շարժվել, տեղաշարժվել։ Այս պարը հազարավոր տարիներ առաջ է ծնվել, դեռ այն ժամանակ, երբ հայերը պաշտում էին արևը։ Ասում են այն սկզբում եղել է պատերազմական պար, որով զինվորները ցույց էին տալիս իրենց հզորությունը, համարձակությունն ու միասնականությունը։ Պարելիս նրանք կարծես ուժ էին ստանում հաջորդ ճակատամարտի համար։ Քոչարին խորհրդանշում է հպարտություն ու քաջություն, քայլում ենք ծանր, ուժեղ, լեռան պես սլացիկ, միասնություն, բոլորն ամուր բռնում են ձեռքերը ու շարժվում միասին։ Հաղթանակի ուրախություն, պարը երբեմն դառնում է ավելի արագ ու ավելի ուրախ։ Այս պարում շատ շարժումներ նման են զինվորի քայլքին կամ արծվի թռիչքին։ Երաժշտությունը։ Քոչարին միշտ ուղեկցվում է զուռնայի ու դհոլի հզոր ձայներով։
Զուռնան բարձր ու հերոսական է հնչում, կարծես ազդարարում է մարտի սկիզբը։ Դհոլը բաբախում է ուժգին, կարծես բանակի սրտի զար կլինի։ Տարածվածություն։ Այո, Քոչարին որոշ տարբերություններով ապրում են Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Յուրաքանչյուր գյուղ ու քաղաք ունեցել է այս բարի իր ձևը, տարբեր քայլերով ու շարժումներով։ Օրինակ Վանում եւ Կարինում այն ավելի հերոսական էր, Սյունիքում ավելի արագ ու տոնական։ Այսօր էլ այն ամենատարածված բառն է հայկական հարսանեկան արարողությունների եւ ազգային տոնակատարությունների ժամանակ։ Հետաքրքիր փաստ 2017 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Քոչարին ներառեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Սա նշանակում է, որ ամբողջ աշխարհը ճանաչում է Քոչարին որպես հայկական ժառանգություն։ Կարճ ասած, Քոչարին հայ ժողովրդի ուժի, միասնության եւ հերոսության խորհրդանիշն է։ Երբ դու տեսնում ես, թե ինչպես են մարդիկ ձեռք-ձեռքի տված ապրում այն, թվում է, թե ամբողջ ժողովուրդը դարձել է մի մեծ ընտանիք։ Այսպիսով, սիրելի երեխաներ, ես փորձեցի մի քիչ տեղեկություն տալ հայկական բարերի առանձնահատկությունների մասին։ Իսկ ինչ հետաքրքիր պատմություններ բարերի մասին դուք գիտեք, Հրաշալի է։ Կարող եք գրել ինձ եւ ես մեծ սիրով կկարդամ։ Իսկ հարցերը եւ պատմությունները կարող եք ուղարկել ահա այս էլեկտրոնային հասցեին։ Պրոֆեսոր Փոսերո Բարերից անցում կատարենք 10-ամյա Մարիի հարցին, որն ուզում է իմանալ, թե ինչու ոզիները փշեր ունեն։ Հրաշալի հարց է տվել մեզ Մարին։ Արի միասին հասկանանք, թե ինչու է ոզին փշոտ։ Նախ եւ առաջ փշերը գիշատիչներից պաշտպանվելու միջոց են։ Ոզնում փշերը նրա զրահն են։ Երբ ոզնին վտանգ է զգում, շունչը պահում է, մարմինը կծկում է ու գնդակի պես կլորանում։ Այդ ժամանակ նրա բոլոր փշերը ցցվում են տարբեր կողմեր։ Ոչ մի գայլ կամ աղվես չի համարձակվում հարձակվել, որովհետև փշերը ծակում են։ Փշերը շատ ամուր են։ Դրանք կարծրացած մազեր են։ Եթե դիտենք մանրադիտակով, կտեսնենք, որ դրանք մազերի կառուցվածք ունեն, բայց շատ կոշտ ու սուր են։ Ոզիները գիշերային կենդանիներ են։ Նրանք քայլում են մութ անտառներով ու դաշտերով, սնունդ փնտրելու։ Փշերը հենց իրենց գիշերային կյանքի ապահովության համար են։ Այո, հիշիր, ոզնին խաղաղ բնավորություն ունի։ Նա չի փորձում հարձակվել։ Փշերն օգտագործում է միայն այն ժամանակ, երբ նրան վտանգ է սպառնում։ Այսինքն ոզին միշտ պատրաստ է պաշտպանել իրեն, բայց ոչ հարձակվել։ Բնությունը տարբեր կենդանիներին տվել է տարբեր զրահներ։ Կրյան ունի պինդ ու ամուր պատյան, ոզնին ունի փշեր, եքիդնատները նույնպես փշեր ունեն։ Այսպիսով, յուրաքանչյուր կենդանի իր ձևով է սովորել գոյատևել։ Այժմ կասեմ մի քանի հետաքրքիր փաստ ոզիների մասին։ Ոզին կարող է ունենալ 5000-ից 7000 փուշ իր մարմնի վրա։ Երբ ոզին մեծանում է, հին փշերը թափվում են եւ նորերն են աճում։ Դա նույնքան բնական է, որքան մարդկանց մազերի թափվելը։ Ուրեմն ոզնին փշեր ունի, որովհետեւ բնությունը տվել է ինքնապաշտպանվելու անսովոր, բայց շատ արդյունավետ զենք։ Նրա փշերը հիշեցնում են մեզ, որ նույնիսկ փոքրիկ կենդանին կարող է մեծ ուժ ունենալ, եթե ճիշտ ձևով է օգտագործում իր հնարավորությունները։ Պրոֆեսոր Փոսերո Եվ այսպես, հաջորդ հարցը մեզ գրել է Անահիտ Կարապետյանը։ Նա ինձ հարցնում է. Սիրելի պրոֆեսոր, ես արդեն 11 տարեկան եմ։ Կարծում եմ, որ արդեն մեծ աղջիկ եմ։ Ինքնուրույն անում եմ տնային աշխատանքներս, գնում եմ պարապմունքի, անգամ այս նամակը գրում եմ քեզ ինքնուրույն։ Սակայն ինձ շատ են ասում, որ ես դեռ փոքր եմ։ Այդ հանգամանքը ինձ անհանգստացնում է։ Խնդրում եմ խոսիր այդ մասին։ Ախ, իմ սիրելի փոքրիկ։ Ներողություն, մեծ հետազոտող։ Շատ կարևոր հարց ես ուղարկել ինձ։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ այս հարցին պատասխանի մեր գործընկերը, որը օրինակով ճիշտ խորհուրդներով կբացատրի, թե ինչպես վարվել նման դեպքում։ Եկեք հարցը ուղարկենք նրան։ Պրոֆեսոր Փոսերո Ողջույն սիրելի երեխաներ, շնորհակալ եմ ձեր հերթական հարցի համար։ Այսօր դուք մեզ ուղարկել եք շատ հետաքրքիր ու կարևոր հարց։ Մի հարց, որին գրեթե բոլոր երեխաներ իրենց կյանքի ընթացքում անդրադառնում են։ Դուք հարցնում եք. ինչու է, որ մարդիկ ասում են. դու դեռ փոքր ես, մինչդեռ դուք ձեզ մեծ եք զգում։ Նրանք որպես կանոն ուզում են ասել, որ դու դեռ չունես այն փորձառությունն ու գիտելիքը, որ ունեն բոլոր մեծահասակները։ Մեծ լինելու զգացումը, այո, գալիս է ներսից, քո զգացմունքներից ու պատասխանատվությունից, եւ դա շատ արժեքավոր զգացում է։ Բայց մեծանալը դա ոչ միայն զգալն է, այլև ժամանակի ընթացքում սովորելը, զարգանալը, փորձություններ հաղթահարելը, եւ այդ ամենը իմանալը շատ կարեւոր է։ Կարևոր է հասկանալ, որ մեծանալու մասին մարդիկ տարբեր բաներ են մտածում։ Օրինակ, հաճախ ծնողները մտածում են. դու փոքր ես, որովհետեւ չես կարող բավարար ձևով քեզ պաշտպանել, չես կարող հոգ տանել քո մասին, բայց դու զգում ես, որ դու կարող ես, որովհետեւ ինչ-ինչ հարցերում դու կարողանում ես պատասխանատվություն կրել։ Օրինակ,
Դու կարողանում ես արդեն բարձրաձայնել քո կարծիքը, դու կարողանում ես ընտրություն կատարել, դու կարողանում ես որոշում կայացնել։ Մենք բոլորս նույնպես ժամանակին ունեցել ենք այդ զգացումը, երբ որ մեզ թվում է, որ մենք բավարար չափով ամեն բան կարող ենք, բայց մեծերը մի տեսակ թերահավատ են վերաբերվել դրան ու փորձել են անվերջ ապացուցել, որ մենք բավարար անկախ չենք։ Եվ հարցումները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր երեխաները ունեցել են այդ զգացումը։ Շատերի մոտ դա ժամանակի ընթացքում հաղթահարվել է, ոմանք դեռ շարունակում են պայքարել ու պայքարել։ Օրինակ, մեր դեռահաս ընկերները հաճախ սիրում են ապացուցել աշխարհին, որ իրենք բավարար մեծ են, եւ ավելի փոքրերը նույնպես միշտ երազում են ավելի մեծ լինել։ Եկեք մեր նոր պատմության միջոցով փորձենք պարզել, թե ինչ կարելի է անել, երբ որ դու քեզ մեծ ես զգում, բայց քեզ ասում են՝ ոչ, դու դեռ փոքր ես, եւ ինչ-ինչ արգելքներ են դնում քո առջև։ Ծանոթացեք, սա Միլենան է, 10 տարեկան։ Նա շատ ինքնուրույն աղջիկ է։ Ինքնուրույն անում է տնային աշխատանքները, ինքնուրույն գնում է դպրոց, անգամ ինքնուրույն ուտելիք է պատրաստում։ Ցանկանում է դառնալ խոհարար։ Բայց նրա ծնողները հաճախ են ասում. «Դու դեռ փոքր ես, Միլենա, պետք է սպասես»։ Այս խոսքերը նրան խանգարում են։ Նա ուզում է, որ իր կարծիքն ու ցանկությունը նույնպես հաշվի առնեն։ Միլենան սկսեց փակվել, երբ զգաց, որ մեծ լինելու իր զգացումը մյուսները չեն ընդունում։ Ինչպես վարվել, երբ դու քեզ մեծ ես զգում, բայց ծնողներդ ասում են, թե դու դեռ փոքր ես։ Հիմա եկեք մի քիչ մտածենք, ինչ է պետք ձեզ անել նման իրավիճակներում։ Ես ձեզ հետաքրքիր խաղ եմ առաջարկում։ Փորձեք ուղղակի մտովի շարունակել հետևյալ նախադասությունները։ Ես բավարար մեծ եմ, որովհետև կարող եմ։ Վստահ եմ, որ շատերի մտքով անցավ հետևյալը, որովհետև կարող եմ օգնել ընկերոջս, որովհետև կարող եմ խնամել փոքր եղբորս, որովհետև կարող եմ ինքնուրույն պատրաստել դասերս եւ 1001 բան կարող եք շարունակել որպես նախադասության վերջաբան։ Իսկ հիմա փորձենք շարունակել երկրորդ նախադասությունը։ Ես բավարար մեծ չեմ, որպեսզի կարողանամ։ 1001 բան է անցնում հիմա ձեր մտքով։ Ես բավարար մեծ չեմ, որպեսզի կարողանամ առանց թույլտվության խնջույքի գնալ։ Ես բավարար մեծ չեմ, որպեսզի կարողանամ մենակ մտնել մուտսենյակ։ Ես բավարար մեծ չեմ, որպեսզի առանց ծնողներիս որոշում կայացնեմ։ Այ հիմա մենք տեսնում ենք, որ այս հարցերի պատասխանը ձեզ թույլ է տալիս մտածել, որ այո, ձեր կյանքում կան իրավիճակներ, որտեղ դուք բավարար մեծ եք ու դուք հպարտանում եք դրանով։ Եվ կան նաև իրավիճակներ, որտեղ դուք չեք կարող լիարժեք մեծ ձեզ զգալ, որովհետև դեռ շատ փորձություններ պետք է հաղթահարեք եւ դեռ շատ ճանապարհ կա անցնելու ավելի մեծ լինելու համար։ Ձեզ առաջարկում եմ եւս մի վարժություն, ամեն օր կարող եք մտածել մեկ քայլի մասին, որը ձեզ ավելի մեծ դարձրեց։ Եվ ի դեպ, դա կօգնի ձեզ, որպեսզի ավելի կենտրոնանաք ձեր ուժեղ կողմերի վրա եւ հետևեք, թե ինչպես եք դուք օր-օրի ավելի մեծանում, ավելի համարձակ դառնում, ավելի շատ հարցեր կարողանում լուծել։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մեծանալ ինչ որտեղ նշանակում է խոսել առանց վախի, կարողանալ պատմել մայրիկին կամ հայրիկին կամ ուսուցչին կամ ընկերոջը այն ամենի մասին, ինչ դու զգում ես։ Իհարկե դա կարելի է։ Եթե դժվար է խոսել բարձրաձայն եւ դա խանգարում է քեզ ավելի համարձակ լինել, դու կարող ես գրել նամակ կամ նկարել նկար, որը պատմում է քո զգացմունքների մասին։ Հիշիր, դու միշտ կարող ես խոսել քո զգացմունքների մասին, անկախ նրանից դու բավարար փոքր ես, թե բավարար մեծ։ Կարևոր է մտածել, թե ինչպես դա պետք է անել թույլատրելի ձևով։ Փորձիր մի փոքրիկ պատասխանատվություն վերցնել, օրինակ, օգնել տնային գործերում։ Փոքր քայլերով դու ցույց կտաս, որ քեզ կարելի է վստահել։ Բայց իրականում խնդիրը նա չէ, որ դու ապացուցես աշխարհին, որ դու արդեն մեծացել ես։ Խնդիրը նա է, դու տեսնես այլ ինչ է քեզ պետք ավելի մեծ, ավելի ինքնավստահ եւ ավելի համարձակ զգալու համար։ Եվ հիշիր, մեծանալը միանգամից չի լինում։ Դա քայլ առ քայլ զարգանալու, սովորելու, կատարելագործվելու գործընթաց է։ Իսկ աշխարհը եւ մարդիկ կսովորեն ընդունել, երբ դու գործով ցույց տաս, թե որքան բաներ ես կարողանում արդեն անել։ Դա շատ կարևոր է,
որ դու լինես հենց այնպիսին, ինչպիսին դու կաս։ Դու արժանի ես, որ քեզ լսեն եւ հասկանան։ Միլենան սկսեց անել հոգեբանի խորհուրդ տված վարժությունները։ Նա համարձակվեց խոսել մայրիկի հետ իր զգացմունքների մասին։ Ծնողները սկսեցին ավելի հաճախ լսել նրան եւ ավելի գնահատել նրա փոքրիկ հաջողությունները։ Մի անգամ, երբ մենակ էր տանը, Միլենան պատրաստեց մայրիկի սիրած ուտեստը, որից հետո իր ետևից հավաքեց խոհանոցում առաջացած խառնաշփոթը։ Միլենան շատ գոհ էր ամեն անգամ, երբ տանեցիների համար ուտեստներ էր պատրաստում։ Սա Միլենան է, ապագա խոհարար։ Հիմա նա գիտի, որ մեծանալը նաև պատասխանատվություն է։ Շնորհակալ եմ հարցի համար, երեխաներ։ Վայելեք ձեր մանկությունը եւ ուղարկեք մեզ ձեզ համար կարևոր հարցերը։ Իսկ մենք անհամբերությամբ սպասում ենք ձեր հարցերին։ Պրոֆեսոր Փոցերո Այսպես երեխաներ, մենք այսօր իմացանք բազմաթիվ հարցերի պատասխաններ, նոր տեղեկություններ ստացանք։ Հետաքրքիր է թե այլ ինչ կա անելու, խոսելու կամ ճիշտ է, փորձելու, ինչպես կարող էի մոռանալ։ Դուք արդեն տեղավորվել եք եւ պատրաստվում եք հերթական գիտափորձին, չէ՞։ Հրաշալի է, դա լավ է։ Եթե այդպես է, եկեք ժամանակ չկորցնենք եւ արագ գնանք գիտափորձ անելու։ Պրոֆեսոր Փոցերո Չեք սկսում երեխեք ջան։ Սկսենք։ Հա, Այս երեխան ինչ շեղում ակլնի մերակիրանոկարեք։ ուզում եմ Պրոֆեսոր փորձարկում։ Պրոֆեսոր Փորձարկում։ Հա, Փորձերում։ սպասի, ես ասեմ նոր քան հիշում։ Ողջույն բոլոր մեծիկներին։ Եվ փոքրիկներին։ Ես դերասանուհի Ռոզաննան եմ։ Իսկ ես ապագա երգչուհի Վիկտորիան։ Մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր գիտափորձ, որի անունն է Կախարդական բազակ։ Գիտափորձը կատարելու համար մեզ անհրաժեշտ է ջուր, Ջետ, ձեթ գույնե, եւ վիտամին C կամ ցանկացած հապ, որը թշիկ կառաջացնի։ Եվ իհարկե տարա, որի մեջ անելու ենք։ Փորձենք, գնացինք։ Դե ինչ, սկսենք մեր գիտափորձը։ հա, Սկզբում ավելացնում ենք ձեթը, լիքը, լիքը։ Ամբողջությամբ։ Հետո կավելացնենք ջուրը, շատ քիչ, քիչ, քիչ։ Իսկ հիմա կավելացնենք գույները։ Բայց էլի պետք է շատ քիչ անենք, արի օգնեմ քեզ։ Մի կաթիլ։ Արա։ Մեկ։ Սա։ Իսկ հիմա կավելացնենք դեղահաբը, որը կառաջացնի թշոց։ հա, Խնդրեմ։ ուրիշ, Խնդրեմ։ Դեկցի։ Մի փոքր պետք է համբերատար սպասենք։ հարվում է, Եվ այսպես, սիրելի մեծիկներ եւ փոքրիկներ, մեր գիտափորձը ավարտվեց։ Հավեսեր Վիկտորիա։ հա, Հա? Իսկ դուք, սիրելի մայրիկներ, ձեր փոքրիկների հետ եւս կարող եք կատարել տանը գիտափորձեր եւ ուղարկել պրոֆեսոր Փորձերոնին։ Իսկ մենք ձեզ մաղթում ենք բարի օր։ Հաջողություն։ Պրոֆեսոր Փոցերո Ահա եւ վերջ սիրելի փոքրիկներ։ Այսօր մենք միասին ճամփորդեցինք գիտության կախարդական աշխարհով։ Տեսաք, թե որքան հետաքրքիր բաներ կարելի է բացահայտել, եթե հարցեր տաք եւ փորձեք գտնել դրանց պատասխանները։ Հիշեք, գիտությունը միայն դասագրքերում չէ, այն ձեր շուրջն է, ամեն օր, ձեր խաղերում, բնության մեջ։ Եթե մի օր որոշեք ողջել, թե ինչու է թիթեռը թևերը շարժում կամ ինչպես է ձայնը հասնում ձեր ականջին, ուրեմն դուք արդեն իսկ փոքրիկ գիտնականներ եք։ Ես ձեզ ամենակարևորը կասեմ, երբեք մի դադարեք զարմանալ եւ հարցեր տալ։ Դե ինչ երեխաներ, մինչ մեր հաջորդ գիտական հանդիպումը, փորձեք ինքներդ էլ փոքրիկ փորձեր անել, ուսումնասիրել ու բացահայտել։ Ես վստահ եմ, ձեզ ինչ յուրաքանչյուրը կարող է դառնալ իր իսկ սեփական մեծ հայտնագործության հեղինակ։ Ցտեսություն փոքրիկ բարեկամներ։ Պրոֆեսոր Փոցերո պրոֆեսոր նորը սովորի այսօր Փոցերո պրոֆեսոր Փոցերո
փորձերով